Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը, 19:00-ի դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Երևանը չի պատրաստվում վերաֆորմատավորել դաշնակցային հարաբերությունները Մոսկվայի հետ։ Այս մասին այսօր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, պատասխանելով ռուս լրագրողի հարցին։ Հարցին այն մասին, թե մենք արդյոք պատրաստվում ենք վերաֆորմատավորել մեր դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ, ուզում եմ շատ ուղիղ պատասխանել, ոչ, մեր պարտավորությունները եւ իրավունքները եւ մեր մտադրությունները միմյանց նկատմամբ հստակ գրված են թղթի վրա, ստորագրված են, ավերացված են եւ դրանք որևէ մեկը չի լուծարել, միևնույն ժամանակ հայտնի են հայաստանյան կողմի մտահոգությունները այն մասին, որ նախատեսված միջոցառումները, մեխանիզմները ոչ անպայմանորեն միշտ եւ ոչ անպայմանորեն ամբողջությամբ կամ սահմանված կարգով աշխատել են, բայց սա բոլորովին այլ հարց է։ Այստեղ կարող ենք քննարկել սահմանված մեխանիզմ։ Ավելեց, այս համատեքստում կողմերը կարող են քննարկել սահմանված մեխանիզմների արդյունավետ գործարկման հարցը, սակայն այդ մեխանիզմները կամ հարաբերությունները վերաֆորմատավորելու վերաբերյալ հարցեր Երևանի օրակարգում չկան։ Նկատենք, որ ասուլիսը տեղի ունեցավ փոխադարձ կսմիթների պայմաններում։ Արարատ Միրզոյանը ռուսաստանցի պաշտոնակցի ուշադրությունը հրավիրել է այն բանին, որ 2022 թվականին Ջերմուկի շուրջ տեղի ունեցած զարգացումները հենց այն դեպքերից է, երբ երկու երկրները ունենալով բազմաթիվ հարցերում փոխըմբռնում, միաժամանակ ունեն նաև հարցեր, որտեղ տարբեր են իրադարձությունների մեկնաբանությունները։ Ադրբեջանական կողմը չտվեց դրական դիրքորոշում, սա օգոստոս ամիսն էր, օգոստոսի արդեն վերջ, երբ մենք հասկացանք, որ չկա միասնական դիրքորոշում դրական, եւ ապա սեպտեմբերին արդեն առաջի կեսին մենք տեսանք ադրբեջանական զինված ուժերի հարձակումը Ջերմուկի ուղղությամբ եւ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտումը, Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված սահմանների խախտումը, իհարկե մենք այս մասին տեղյակ պահեցինք մեր դաշնակիցներին եւ Ռուսաստանի Դաշնությանը ուղիղ որպես երկկողմ դաշնակից եւ նաեւ հապկի շրջանակներում մեր ռազմական դաշնակիցներին գործողությունները, որոնք դրանք հետևեցին, ինչպես արդեն առիթ ունեցել եմ ասելու, գոհացուցիչ չէին Հայաստանի Հանրապետության համար եւ արդեն հաջորդ ամիս հոկտեմբերին տեղի ունեցավ քառակողմ հանդիպում Պրահայում, որտեղ կողմերը վերահաստատեցին դեռևս 91 թվականի դեկտեմբերից գործող ընդհանուր ընկալումը, ստորագրված ընկալումը այն մասին, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչում են իրենց տարածքային ամբողջականությունը, ասել է Միրզոյանը, շեշտելով, որ ռուսական կողմի հետագա գործողությունները գոհացուցիչ չէին։ Լավրովը ևս մեկնաբանել է Ջերմուկի ուղղությամբ Ադրբեջանի ագրեսիայի կապակցությամբ հապկի գործողությունների վերաբերյալ Երևանի դժգոհությունը։ Հարցին, թե գործողությունները չեն համապատասխանել ստեղծված իրավիճակին, նա պնդել է, որ հապկի շրջանակներում արձագանքն անհապաղ է եղել։ Իրավիճակին ծանոթանալու առաքելության առաջապահ խումբը մեկնել է տեղ, օպերատիվորեն զեկույց է ներկայացրել իրավիճակի կայունացման համար հապկ առաքելություն ուղարկելու կոնկրետ գործնական առաջարկներով։ Այնտեղ նշված է եղել դիտորդների թիվը, սպառազինությունը, որը պետք է լիներ։ Վերջինս հիշեցրել է, որ զեկույցը քննարկվել է հոկտեմբերին Երևանում հապկ գագաթնաժողովի շրջանակներում պետությունների եւ կառավարությունների ղեկավարների հանդիպման նախօրեին, իսկ համաձայնեցված տեքստը հայկական կողմն առաջարկել է հետաձգել, այնուհետև Պրահայում Ալմաթայի շրջանակներում Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, որից հետո էլ արդեն նոյեմբերին հայտարարվեց ԵՄ առաքելության տեղակայման մասին։ Սա բավականին անսպասելի էր, քանի որ 2020 թվականի նոյեմբերին Ադրբեջանի եւ Հայաստանի միջև ռազմական գործողությունների թեժ պահին, երբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի հետ խմբագրում էր հրադադարի մասին պայմանավորվածությունը, Լեռնային Ղարաբաղի պատկանելության հարցը գիտակցաբար թողնվել էր փակագծերից դուրս, ջենթլմենական պայմանավորվածություն, որ կարգավիճակը ենթակա է կողմերի միջև հետագա համաձայնեցման, տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ, հակադարձել է Լավրովը։ Միրզոյան-Լավրով հանդիպման զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա էր իրականացվում։
Հանուն Հանրապետության ղեկավար Արման Բաբաջանյանը, Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը, իրավապաշտպան Արթուր Սաքունցը եւ մյուսները Ռուսաստանի արտգործնախարարի ու նախագահ Վլադիմիր Պուտինի նկարների վրա մարդասպաններ գրությամբ պաստառներով կանգնած էին շենքի դիմաց։ Նրանց հետևում ոստիկաններն էին։ Փողոքի ակցիայի մասնակիցները նաև կոնֆլիկտ էին հրահրում լրատվամիջոցների ներկայացուցիչների, լրագրողների եւ օպերատորների հետ։ Վերջիններս բղավում էին, որոշներին անվանում Պուտինի TV։ Ուժայինները ակցիայի մասնակիցներին հորդորեցին հեռանալ այդ հատվածից եւ ակցիան շարունակել դիմացի մայթում, սակայն Բաբաջանյանը չհամաձայնեց։ Հրմշտոց սկսվեց, ոստիկանները հավաքվածներին հրեցին դեպի դիմացի մայթ։ Իրանի պաշտպանության եւ զինված ուժերի նախարար Ազիզ Նասիրզադեն Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը վերահաստատել է Թեհրանի աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու տարածաշրջանի երկրների անկախությանը դեմ արտահայտվելով միջազգային ճանաչված սահմանների ցանկացած փոփոխության։ Նախորդին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպմանը եւս իրանցի պաշտոնյան հնչեցրել էր այդ դիրքորոշումը։ Անվտանգության խորհրդի գրասենյակից հայտնում են, որ Արմեն Գրիգորյանը ողջունել է նախարարի այցը Հայաստան եւ կարևորել ակտիվացած երկկողմ փոխայցելությունները, որոնք իրենց նպաստ են բերում Հայաստան-Իրան բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացմանը եւ ամրապնդմանը։ Պաշտոնական Թեհրանը տևական ժամանակ պաշտպանում է Երևանի դիրքորոշումը տարածաշրջանի ապաշրջափակման հարցում եւ Ադրբեջանից հնչող սպառնալիքներին ֆոնին պնդում միջազգայինորեն ճանաչված սահմանների փոփոխություն թույլ չի տա։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կրկին կանգնել է դատարանի առաջ, նրան նոր մեղադրանք է առաջադրվել, որով առաջին դատական նիստը կայացել այսօր։ Գործը վերաբերում է Սերժ Սարգսյանի պաշտպանության նախարար եղած տարիներին։ Իսակովի Պողոտայի եւ Եռաբլուրի զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթով Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել 18 դրվագ։ Առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու, 2 դրվագ պաշտոնական դիրքն օգտագործելով հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույք օրինականացնելու եւ 3 դրվագ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման օժանդակելու համար։ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց են տրվել բացակայելու արգելքը։ Հիշեցնենք 2024 թվականի մայիսի 31-ին դատարանն արդարացրել էր Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահին, հերքելով մեղադրանքը, թե նախագահության տարիներին Սերժ Սարգսյանը կազմակերպել է պետբյուջեից մոտ 5 միլիարդ դրամի հափշտակություն։ Երրորդ նախագահը լրագրողների հետ զրույցում ասել է, որ նորմալ է գնահատում այն, ինչ կատարվեց, միևնույն ժամանակ նշել էր, վստահ է դատախազությունը բողոքարկելու է։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ կապված քրեական գործերը շատ արագ զորացվում են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Այն տեղեկությունը, որը որպես փաստ փորձում էր իշխանությունը ներկայացնել, շատ կարճ ժամանակահատվածում տեսանելի է դարձնում, որ տակը չկա իրավական գործընթաց, այս ամենը արվում է քաղաքական ակտիվ դեմքերին ներքաղաքական պրոցեսներից հնարավորինս դուրս թողնելու համար, ասաց նա։ Պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն էլ համոզմունք է հայտնել, որ ումից վախենում են, նրան էլ փորձում են վնասել։ Գիտակցում են, որ ՀՀԿ-ն ու նախագահ Սարգսյանը կարևորագույն դերակատարներ են Հայաստանի Հանրապետության ներքաղաքական դաշտում, նշեց նա։ Մամիջանյանի խոսքով այս գործն արժանանալու է նույն բախտին, ինչին արժանացավ դիզելի գործը։ Ակնհայտ է, որ լինելու է արդարացուցիչ վերդիկտ, իմ համար առնվազն խայտարակություն է, որ Եռաբլուրը մի քանի անգամ մեծացրած մարդիկ հանդգնում են իրենց քաղաքական շահերի համար շրջանառել Եռաբլուրի անունը, որը որևէ կապ չունի այս գործի հետ, նկատեց Մամիջանյանը։ Ուրախալի է, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագիրը համաձայնեցրել է Հայաստանի հետ։ Այս մասին այսօր Բուդապեշտում թուրքական պետությունների անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը։ Եթե երկու երկրների միջև կայուն խաղաղություն հաստատվի, դա բազմաթիվ հնարավորություններ կստեղծի թուրքական աշխարհի համար։ Համոզված եմ, որ հաղթական նախագահ Իլհամ Ալիևը պատմության մեջ կմնա որպես մեկը, որ խաղաղություն է բերել տարածաշրջան, նշել է Էրդողանը։ Հիշեցնենք, որ մարտի 13-ին Բաքուն եւ Երևանը հայտարարեցին, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտվել են։ Հայկական կողմն ընդունել էր Ադրբեջանի առաջարկությունները համաձայնագրի նախագծի չհամաձայնեցված 2 հոդվածների վերաբերյալ։ Շամշանքոմի փոխանցման մայիսի 20-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում ժամը 18:00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 13-րդ կիլոմետրի հատվածում Վրաստանի Հանրապետության քաղաքացի 21-ամյա Հովանես Ան իր վարած Volkswagen Jetta Magnishi ավտոմեքենայով բախվել է քարե պարսպին, ապա բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, ինչի հետևանքով ավտոմեքենայի շարժիչը պոկվել եւ շպրտվել է։ Վթարի հետևանքով մեկ ուղևոր ստուգման նպատակով դիմել է Աբովյան բժշկական կենտրոն, ով կարճ ժամանակ հետո դուրս է գրվել եւ վերադարձել դեպքի վայր վթարի փաստով Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է հիվանդանոց դիմաց ուղևորի ինքնությունը։
Նույն օրը խոշոր ուղղող բերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում ժամը 19:00-ի սահմաններում Մայիսյան բնակավայրի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են 2 Mercedes եւ Kia Magnish ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգու առաջին օգնության են ասել քաղաքացիները, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին, որ օպերատիվ են գործել շտաբօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավոր են մինչև հիվանդանոց տեղափոխել է, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։